Հայր մեր, որ հեքինս ես, սուրբ եղիցի անունքով, եկեցել արքայություն քո, եղիցին կանքո, որպես հեքինս եղեկրի, ըսած մեր հանապազով, ուր մեզ այսօր, և թող մեզ սպարտից մեր, որպես և մեր թողում մեր ուսվարտականած, և իտանից մեզ գործություն, այլ պետյալ մեզ իչարել, դիքոյ արքայություն և զորություն ամեն։ Իմաստությունը որ Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըստ բարից, օրհել և խոսել և գործել, առաջին քո համենային ժամ, իչար խորհրդոց իբանից և իգործոց հրկյազիս և ողորմյա խորհրդոց և իզբազ մամերից ամեն։ Օգնյա հոգիցուր աստված ճշմարիտ ամեն։ Որ աստված այսպես երաշալի հնարավորություններ է ընձեռում միասնաբար հավաքվելու, աղոթելու, զրուցելու, Տիրոջ խոսքը լսելու։ Ինչպես ավետարանում է ասում, թե մի դադարեք միասին հավաքվելը, միատեղ հավաքվելը և Տիրոջ խոսքը, թե այնտեղ, որտեղ 2 և 3 հոգի իմ անունով հավաքված են, այնտեղ ես եմ ներկա, այնտեղ ես կենտրոնի եմ ձեր մեջ։ Իհարկե եկեղեցու սուրբ հայրերը շատ իմաստուն ձևով են մեկնում միատեղ հավաքվելու խորհուրդը։ Ցավոք սրտի այսօրվա աղանդավորը շատ են շահագործում այս խոսքերը, ասում են, որ 2-3 հոգի հավաքվեցին Քրիստոս մեր մեջ։ Բայց եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ իմ անունով հավաքվել ինչ է նշանակում։ Իմ անունով հավաքվել նշանակում է ճշմարիտ ուղղափառ հավատքով հավաքվել։ Եկեղեցու հովանու ներքո հավաքվել։ Առաքյալների ավանդությունների վրա հիմնված աստվածահաստատ, աստվածակառույց, առաքելական սուրբ եկեղեցու մեջ հավաքվել։ Եվ սա է 2-3 հոգի հավաքվել Քրիստոսի անունով և իրապես Քրիստոս մեր մեջ է։ Երբ որ մենք ճշմարիտ հավատքով ենք հավաքվում, երբ որ մենք հայրական ավանդության խորհրդի ներքո ենք միավորվում։ Այսօրվա խոսքը աղոթքի մասին է։ Կարծեմ, թե բոլորդ են սիրում եք աղոթքի մասին խորհրդացել, խոսել, որտեղ Աստված մարդուն ստեղծել է, որպեսզի մարդն Աստծո հետ շփվի, հարաբերվի։ Հենց դրա համար կարծեմ, թե ձեզանից տարիքով կամ երիտասարդ ավելի ընտանիք երբ որ ունենում ենք, երեխա ենք ունենում, մենք կարծես այդ երեխային աշխարհ ենք բերել, որպեսզի մեզ հետ միավորվի, որպեսզի մեզանից անբաժան լինի։ Եվ ոչ միայն մարմնավոր, այլ նաև հոգեզավակները միմյանց ուզում են միասին լինել, միավորվել և աղոթքի խորհուրդը հենց միավորության խորհուրդն է։ Աստված մեր նախաստեղծ ծնողին Ադամին արարեց ու ստեղծեց դրեց դրախտում, որպեսզի մստապես աղոթքով միավորվի Տիրոջ հետ։ Դրախտում ձայնավոր աղոթք չկար, սրտից էր բխում այդ աղոթքը, մտքից էր առաջանում այդ աղոթքը, որտեղ չկային ոչ սուրբ գիրքը, ոչ Աստծո խոսքը, ոչ էլ հայրերը, որտեղ դրա կարիքը չկար դրախտում, որտեղ բարձր ուղղակի էր շփումը Ադամի Աստծո հետ, իր մտքով սրտով հեշտակային աղոթքի մեջ կարծես լիներ Ադամը, ինչպես հեշտակներն են երկնքում աղոթում, առանց միջնորդի, այնպես էլ Ադամը կարող է իր հոգու, սրտի, մտքի ամենաքաղցը, ամենահամեղ պտուղը, նվերը ընծայել Տիրոջ։ Բայց երբ որ մենք ընկանք դրախտից, անգում ապրեցինք, իդեմս մեր նախաստեղծ ծնողի Ադամի, այլևս մեզ համար հեշտ չէ աղոթել։ Հեշտ չի բացվում մեր սիրտը, մեր հոգին, և կարծես մեր հոգու սրտի բանալի է անհրաժեշտ։
Ինչպես Դավիթ մարգարեն քնարը վերցնում էր, նվագում էր եւ այդ քնարի քաղցր հնչյունների ու ելևէջների ներքո Աստծո Սուրբ Ոգին էր իջնում վրա եւ բացվում էր իր սրտի մտքի հոգու բանալին եւ աղոթում էր։ Այդպես էլ մեր սիրտը կարծես այս աշխարհի զբաղումներով, հոգսերով ծանրաբեռնված է։ Մենք միշտ չենք կարողանում ի խորոց սրտի աղոթել։ Սուրբ Գիրքը կարծես մեր սրտի եւ հոգու բանալինի նարեկը, որ բացում եւ կարդում ենք, որ գրված է ի խորոց սրտի խոսքը դասուցով, սրտի խորքերից Աստծո հետ խոսք։ Բացում է մեր հոգու սրտի խոսքերը եւ մենք աղոթում ենք Տիրոջ։ Եվ Քրիստոս ինչպես է պատվիրում մեզ աղոթել։ Երբ աղոթելու լինես, մտիր քո սենյակը, փակիր դռներն ու պատուհանները եւ ծածուկ աղոթիր քո Տեր Աստծուն։ Եվ Աստված ինչ որ տեսնում է ծածուկ է, գաղտնի է, հատուցի քեզ հայտնապես, փոխհատուցի քեզ հայտնապես, ահեղ եւ հրապարակում, երբ դու ծածուկ աղոթում ես, երբ անկեղծ է քո աղոթքը, քո մեջ երկինքն է բացվում, եւ քո երկնքի արքայությունը, որ քո հոգու մեջ է, կարծես բուն երկնքի արքայությունն է քո առջև բացում, որտեղ այդ աղոթքով մի մտահորիզոն է բացվում, երկնքի աստղերը իջնում են երկիր, հրեշտակներն են գալիս եւ քեզ աղոթակից է լինում։ Այս ծածուկ ու անհայտ աղոթքը, որ դու կատարում ես քո հոգու խորքում, անմիջապես ազդակ է տալիս երկնքում եւ մի լույս է վառվում, մի աստղ է վառվում երկնքում։ Այսա աղոթեց։ Եվ արձագանքում է երկնքում։ Լավ իմացեք, սրտաբուխ աղոթքը միշտ էլ երկնքում իր արձագանքն է գտնվում։ Հրեշտակները ուրախանում են, երջանկանում են, ասում են, այս մեր զավակը մեզ նման է աղոթում։ Մենք էլ ենք այսպես աղոթում, մարմնավոր հրեշտակ է։ Մենք անմարմին ենք, բայց մեզանից բարձր եղավ, որտեղ մենք հեշտությամբ ենք աղոթում, բայց ինքը հաղթահարեց դժվարությունները եւ սիրով աղոթեց։ Եվ այս դրա մասին է ասում մեր Տերը. մտիր քո սենյակը, փակվիր, ի ցույց մարդկանց ոչինչ մի արա, մարդահաճ մի եղի, այլ աստվածահաճելի եղի։ Տիրոջը քո նվերներով, քո ընծաներով, քո աղոթքներով հաճելի խունկ եւ բուրմունք մատուցիր։ Փակիր քո դռները, ականջները։ Փորձեք ձեր աղոթքի անկյունում, որտեղ որ դուք կունենաք, որտեղ որ դուք կաղոթեք, ձեր ականջներին ուրիշ բան չհնչի, եթե ոչ աղոթքի ձայները։ Փակիր քո աչքերը, որովհետև մեր դռները, մեր աչքերը, մեր ձեռքերը, մեր ոտքերը, մեր տան, մեր հոգևոր տան, մեր մարմնի դուռներն ու պատուհաններն են, եւ այնտեղից է ամեն ինչ մտնում, թե բարին եւ թե չարը։ Եվ թե աղոթքի ժամանակ մենք պետք է դռնապան նշանակենք մեր կառուցվածքի դռների եւ պատուհանների առջեւ։ Փակենք մեր ականջները ամեն տեսակի խոսքերից, զրույցներից։ Փակենք մեր աչքերը հեռուստացույցի, համացանցի, տեսարաններից։ Չկա, թող Քրիստոս մեր սրտում, մեր հոգում տպավորվի եւ մտնենք մեր հոգու սենյակը, խորքը, այնտեղ բացվում է երկնքի արքայությունը, ինչպես մեր Տերը Հիսուս Քրիստոս է ասում, թե երկնքի արքայությունը ձեր մեջ է։ Բայց մենք միշտ դուրսն ենք փնտրում երկնքի արքայությունը։ Ասում ենք, որ այս բանը իմ լինի ինձ համար, ես երջանիկ կլինեմ։ Այսինչ բանը որ լինի, ես երջանիկ կլինեմ։ Այն ինչը որ լինի, երջանիկ կլինեմ։ Լինում է կամ չի լինում, բայց եւ այնպես մենք երջանիկ չենք լինում։ Ինչու որտեղ մեր մեջ չփնտրեցինք
երկայնքի արքայություն։ Ուրեմն մեր Տերը այսպես է մեզ հորդորում, մտիր քո հոգու սենյակը, փակիր քո դռները, քո զգայանները, ամենակարևորը լրացրու քո միտքը եւ կատարյալ լռության ու խաղաղության մեջ աղոթիր քո Տեր Աստծուն եւ Աստված այնտեղ ներկա է այլ լռության ու անդորության խաղաղության մեջ ավելի մոտ ենք մենք Տիրոջը եթե մտքով մի պահ մենք վերանանք դիեզերք կտեսնենք որ դիեզերքում անդոր է խաղաղություն ոչ մի ձայն անգամ չկա եւ այդ խաղաղության մեջ կա երկնային ուրախություն, կա երջանկություն, բայց ցավոք սրտի մենք չենք կարողանում վերանալ այս աշխարհի մտածումներից, հոգսերից, զբաղումներից եւ միշտ մնում ենք աղմուկի մեջ։ Դադարենք, վերանանք, մենք մտածելով մեր գլխի մազը անգամ սպիտակ կամ սև չենք կարող դարձնել, ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Ուրեմն ամեն ինչ հանձնենք Տիրոջը, խաղաղ ու անվրդով աղոթենք, ուրախ ու երջանիկ աղոթենք Տիրոջը։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ 3 աղոթքների ձևեր կա, կերպ կա։ Առաջինը երբ մենք աղոթում ենք, Տիրոջը խնդրում ենք մեր մեղքերի թողության համար։ Որտեղ երբ մենք կանգնում ենք աղոթքի, մեր մեղքերն են մեր առջև գալիս։ Մեզ հիշեցնում են մեր սխալները եւ արտասուքներով աղոթում ենք Տիրոջը։ Դառը արյուն կշկիծով խնդրում ենք մեղքերի թողություն։ Այս հիշողությունը դառն է, ցավալի է, որտեղ մեղքերը ծանրացած են մեր խղճի վրա, բայց երբ որ մի խորոց սրտի արտասուքներով աղոթում ենք եւ հատկապես Քրիստոսի գութն ու ողորմությունն ենք հիշում, ապա մեծ մխիթարություն ենք գտնում, մեղքերի թողություն ենք գտնում, խոստովանելով եւ ապաշխարելով։ Ուրեմն զղջման արտասուքները սկզբում ծանր են, հիշողությունը դառն է, բայց վերջում քաղցրան։ Վերջում խաղաղություն է բարգեւում, վերջում ուրախություն է, մեղքերի թողության զգացում է առաջանում։ Մի երիտասարդ, որ շատ սխալներ ու մեղքեր էր գործել, գալիս է քահանայի մոտ եւ ասում է. ուզում եմ իմ մեղքերը խոստովանել, ասում է խնդրեմ, որդյակ, խոստովանիր քո մեղքերը, բայց երբ բերանը բացում ու ուզում է խոսել, այնքան հուզված է, այնքան սիրտը լցված, որ փղցկում է, սկսում արտասվել, չի կարողանում բերանը բացել։ Եվ քահանան ասում էր, որդյակ, գնա նստի քո գրիր քո մեղքերը, բեր ես կկարդամ եւ թողություն կտամ։ Գնում նստում է, գրում է, բերում տալիս քահանային, բացում է եւ սկսում կարդալ։ Այնքան շատ է այդ երիտասարդի մեղքերն ու զանցանքները, որ չի համարձակվում ինքնուրույն ապաշխարություն նշանակել, իբրև մեղքերի թողություն, իբրև հոգու բժշկություն ու ցավերի հարատև։ Ասում է, թույլ կտաս, ես տանեմ ավելի փորձալու եպիսկոպոսին ցույց տամ, թող ինքը կարդա եւ ինքը ապաշխարության դեղը նշանակի։ Ասում է, իմ ուզում ես ցույց տուր։ Ես իմ մեղքերին թողություն եմ ուզում գտնել, ում ուզում ես ցույց տուր։ Վերցնում է քահանան մեղքերի գիրը, տետրակը, տանում եպիսկոպոսի մոտ, ասում է, սրբազան, այսպիսի երիտասարդ եկավ, չեմ կարողանում կողմնորոշվել, ինչպիսի ապաշխարություն նշանակել, մի քիչ դուք ինձ օգնեք։ Բարձնում է սրբազանը, որ կարդա տետրակը, բայց ոչինչ չկա այնտեղ։
Վերցնում եք Անան վազում երիտասարդի մոտ ասում է մենք չափում ենք քո մեղքերը, պատիժ ենք նշանակում, ուզում ենք քեզ ոնց պատժենք, Աստված քեզ ներեց արդեն, ոչ մի գիրել չկա այլևս։ Գնա թողնված լինեն քո մեղքերը։ Այսպիսին է Աստվածային ողորմությունը։ Նայում է մեր հոգու խորքը, տեսնում է մեր զղջումը, մեր արտասուքը, մեր ցավը, մեր հեծեծանքը, մեր դարձը առ Աստված եւ ներում է մեր մեղքերը։ Ողորմած ու կթառատ է մեր Տեր Աստվածը։ Երկրորդ, առաջին արտասուքը զղջման արտասուքն է, որ մենք խնդրում ենք Տիրոջից, որպեսզի մեզ ողորմի եւ մեղքերի թողություն տա։ Եվ անմիջապես մխիթարություն ենք դեպքում Տիրոջ ողորմածությամբ։ Բայց երբ որ մենք ինքներս մխիթարվեցինք եւ Տիրոջից ողորմություն գտանք, անմիջապես հիշում ենք մեր բարեկամին, մեր հազարասակին, մեր քրիստոնյա եղբոր, քուր, իրենց կյանքը եւ խնդրում ենք, ասում ենք, Տեր Աստված, ինչպես ինձ ողորմեցիր, նաեւ իրեն ողորմի, որտեղ այդպես է Աստվածային օրենքը, այդպես է քրիստոնեական սերը, մենք չենք կարող ինքնուրույն միայնակ փրկվել, միասին պետք է փրկվենք։ Եվ խնդրում ենք, սկսում ենք աղոթել նաև մեր եղբոր Քրոջ համար։ Կրկին ցավ ու կսկիչ է մեր սրտում, ինչու որտեղ ինքն էլ այն վիճակում է, ինչ որ մենք ենք եղել, եւ իր համար նույն կսկիծով, նույն ցավով, նույն արտասուքներով խնդրում ենք մեղքերի թողություն, խնդրում ենք հիվանդության բժշկություն, խնդրում ենք ճշմարիտ ճանապարհ։ Եվ Աստված այս անգամ եւս լսում է մեր աղոթքները, ինչպես Հակոբոս առաքյալն է ասում, արդարի աղոթքը շատ զորավոր է օգնելու համար։ Եվ ցավը, վիշտը, կսկիծը Տիրոջ այցելությամբ, Սուրբ Հոգու մխիթարությամբ փառատվում է, այն ժամանակ կրկին խաղաղվում ենք, ուրախանում ենք, երջանկանում ենք, եւ Աստված մեր աղոթքների պատասխանները ըստ իր ողորմության, ըստ իր աստվածային իմաստության եւ նախախնամության պատասխան է տալիս։ Եվ որքան մենք երկար աղոթենք, այնքան ավելի երջանիկ կլինենք, այնքան խաղաղ ու ուրախ կլինենք։ Եվ վերջո երրորդ մի աղոթք կա, որ անհոգ, ուրախ ու երջանիկ աղոթք է։ Ու այլևս մենք հոգնել ենք մեր մեղքերը հիշելուց։ Շատ ենք հիշել, շատ ենք տանջվել, շատ ենք կուրծք ծեծել։ Արդեն հոգնել ենք նաև մեր դրացի բարեկամ հարազատների դժվարություն ու նեղությունները հիշել, արտասվել, աղոթել։ Շատ ենք հիշել, շատ ենք տանջվել ու չարչարվել։ Հիմա ուզում ենք Քրիստոսին հիշել։ Ուզում ենք երկնքի արքայությունը հիշել։ Ուզում ենք մի պահ մտքով պատկերացնել հավիտենական կյանքի ուրախությունն ու երջանկություն, աստվածային ու խաղաղությունն ու սերը, եւ Աստված սա էլ է պարգևում մեզ, որովհետեւ այս է մեր վերջնական հանգրվանը, եթե արժանանանք, ապա այս ուրախությունն ու երջանկությունը պետք է վայելենք երկնքի արքայության մեջ։ Աստված չի ստեղծել մեզ, որ տանջվենք, չարչարվենք, այլ ստեղծել է, որպեսզի վայելենք երկնքի արքայություն, ուրախություն ու երջանկություն։ Անտոն անապատականը երբ աղոթում էր, ամբողջ գիշերն էր աղոթում, եւ սիրում էր գիշերն աղոթել, որտեղ գիշերը երկինքն է բացվում, երկինքը մոտենում է մեզ, աստղերն են, լուսինն է բացվում, եւ կարծես իր համար երկինքը մի բաց խորան լիներ, եւ ամեն անգամ նայում է երկնքի խորանին ու երջանկությամբ
ուրախությամբ աղոթում էր Տիրոջը։ Եվ այնքան արագ էր անցնում ժամանակը, որ չէր զգում։ Երբ արեգակը ծագում էր, երբ սթափվում էր, արեգակը ասում էր, սպասի, դեռ առավոտը չեմ վերջացրել, մի քիչ էր, 5 րոպե, բայց արեգակը չէր լսում իրեն եւ ծագում էր։ Եվ անհամբեր սպասում էր հաջորդ գիշերը երբ կգա, որպեսզի նորից երկինքը բացվի իր համար։ Այդպես էլ մենք կարոտենք Քրիստոսին, սիրով խնդրենք, որպեսզի այս մի կաթիլ ուրախությունն ու երջանկությունը, այս հավիտենականության ակնթարթը պարգևի մեջ։ Ավետարանում ասում է Աստծո համար 1 օրը 1000 տարի է, 1000 տարի 1 օր։ Այդպես էլ երբ մենք դառնում ենք Աստծո մասնիկը, Քրիստոսի եկեղեցու անդամներից մեկը, ապա մեզ համար ժամանակը իր չափորոշիչները փոխում է, կորցնում է։ Երբ մենք աղոթում ենք, կարող են անցնել ժամեր, եւ դա մեզ համար մի ակնթարթ է։ Բայց երբ որ մենք այս աշխարհի հոգսերով ենք ընկած, զբաղումներով ենք անցկացնում, ապա մեզ համար ժամանակը ծանրանում է ու դառնանում է։ Ուրեմն պետք է աղոթենք, որպեսզի զգանք ու ապրենք, վայելենք, թե Աստված ինչու համար է մեզ կյանքը պարգևել, պարգևել է, որպեսզի աղոթքով ապրենք։ Մի ճգնավոր, որ ամբողջ կյանքը վանքում էր անցկացրել, ամբողջ կյանքը նրա ապաշխարություն էր ուղղակի, բայց այս հավիտենականության ակնթարթը դերևս չէր վայելել, Աստված չէր պարգևել իրեն։ Եվ երբ արդեն մահվան վերջին շունչն էր տալիս, խիստ տրտմում է, ցավ է ապրում եւ ասում, Տեր Աստված, իմ ամբողջ կյանքը ես ապրեցի ապաշխարությամբ, անցավ իմ ամբողջ կյանքը եւ զուր կարծես, ես մի ակնթարթ վայելք, աստվածային օրհնություն ու սեր չունեցա։ Եվ այստեղ խիստ տրտմել էր, տխուր էր, ցավում էր հոգին պետք է ավանդել, եւ այն վերջին պահին, վերջին շնչում Քրիստոսը այցելի։ Եվ այնպիսի մի երանություն, այնպիսի մի երջանկություն, եւ ասում է արժեր ամբողջ կյանքը ապաշխարել, հանուն այս մեկ հարթի։ Այսպիսին է աստվածային երանությունը ու երջանկությունը։ Ցավոք սրտի մեր հոգու սրտի մտքի աչքերը փակ են, մենք չենք տեսնում մեր տեսադաշտից դուրս չենք տեսնում, մեր միտքը չի թռչում, չի սավառնում երկնքի բարձունքները, այլ միշտ գետնին է, հակված է հողի, երկրաքարշ է, մարմնավոր է, բայց Աստված մեզ այդպես չի ստեղծել։ Տեսեք կենդանիները ինչքան կորագլուխ են, միշտ հողին են նայում, բայց մարդը Աստծո պատկերով նմանությամբ է ստեղծված, միտքը միշտ երկին, գլուխը միշտ բարձր, որպեսզի երկնքին նայի, որպեսզի տեսնի հավիտենական ուրախությունները, որպեսզի աչքը կտրի այս աշխարհային հոգսերից, զբաղումներից։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ վայելքը միայն հոգուն է վերաբերվում։ Մարմինը չի կարող վայելել։ Մարմինը միայն կարիքներ ունի, որոնք մենք պետք է հոգանք, եւ ոչ ավելի։ Իսկ հոգին կարող է վայելել, վայելել աղոթք, վայելել ողորմություն, վայելել սեր, աստվածային սեր, եւ սրա համար է Աստված մեզ ստեղծել։ Այս երջանկությունը, ուրախությունը մեզ խոստացել, որ պարգևի։ Մի ծեր անցնում էր մի երիտասարդ վանականի սենյակի խցի կողքով
Եվ տեսնում է, որ տխրություն ու տրտմություն կա այս վանականի հոգում, որտեղ հոգետես էր, տեսնում է, թե ինչպես նրա խցի վերևում դևերը պար են գալիս, պարում են, ծաղրում են, ապտակում են այս վանականին, ինչու որովհետև վանական աղոթք չէր անում, որտեղ ծուլացել էր, թուլացել էր, աշխարհի զբաղումների հոգսերի հետև էր ընկել և դադարեցրել էր աղոթքը։ Մտնում է անմիջապես վանականի մոտ և ասում. «Եղբայր, փորձության ու նեղության մեջ եմ, խնդրում եմ ինձ համար աղոթք արա»։ Վանականը մի պահ շփոթվում է և հիշում է, որ ինքը երկար ժամանակ աղոթք չէր արել։ Ամաչում է, ասում է, հայ Սուրբ, ախր ես քեզ համար ոնց աղոթք անեմ, դու իմ համար պիտի աղոթք անես, չէ, դու ինձ համար աղոթք ան։ Ասում է, լավ, խոստանում եմ, կանեմ աղոթք։ Ծերը հեռանում է, այս վանականը սկսում է աղոթք անել։ Աղոթքի կարգ մեկ անում է Սուրբ ծերի համար, մեկ էլ ասում է, իր համար աղոթում ես, քո համար չես աղոթում, մի հատ էլ քեզ համար աղոթք արա։ Մի կարգ էլ իր համար է։ Ծերը մյուս անգամ գալիս է, նրա խցի կողքով կրկին անցնում է, տեսնում է դևերը մի քիչ ձանձրացել են։ Էլ այնպես չեն պարում, չեն ծաղրում։ Աղոթք ասեց օգնի, մոտենում է, ասում է, խնդրում եմ, 2 անգամ աղոթք արա ինձ համար։ Մեկ անեմ հայ Սուրբ, ինչպես ժողովուրդն ասում է, ախորժակը պատամի տակ է, որտես կբացվի, այդպես էլ սկսեց աղոթել, ախորժակը աղոթքի բացվեց։ 2 անգամ ծերի համար է աղոթում, ասում է իր համար աղոթում ես, քո համար չես աղոթում, 2 անգամ էլ իր համար է աղոթում։ Մյուս անգամ գալիս է, տեսնում է, ոնց որ ուզում են հեռանալ դևերը, էլ անելիք չունեն, որտեղ պարապչի զբաղված են։ Ասում է 3 անգամ աղոթից և հանում Սուրբ երրորդության, Հոր, Որդու և Սուրբ Հոգու, 3-րդ անգամ երբ որ աղոթում է իր և ծերի համար, դևերը այլևս հեռանում են։ Երբ հեռանում են, գալիս է և ծերը ամեն ինչ պատմում է վանական եղբորը, տես դու ծուլացար, առանց հասկանալու, առանց իմանալու, աղոթքի կարգը դադարեցիր, ապա չարիքը քեզ մոտեցավ։ Եթե աղոթես, ապա չարիքը քեզ երբեք չի մոտենա, հեռու կփախչի։ 2 վանական եղբայրներ ծուլանում են, ասում են, չգնանք եկեղեցի աղոթենք, այսօր անկողունների մեջ պարկած, այսպես, աղոթք անենք։ Սամոս ասենք, մեկը անգիր գիտենք, որտես պարկում են, հոնարեցոտ էր զունկնքո և լուի, ապրեցոց և այսպես կիսակում, կիսարդում, աղոթք են անում, մեկ էլ մի գարշահոտություն է լծվում նրանց սենյակում։ Ապշում են, վախենում են, արթնանում են, դևը երևում ասում է, ես էլ ձեր աղոթքի խնկարկությունն է։ Այսինքն ինչպես աղոթեցիք, այնպես էլ խնկարկություն։ Բուլվարը մոռացել եք, ես էլ խնկարկեցի։ Այսինքն աղոթքը պետք է լինի կարգ ու կանոնով, պետք է լինի պատշաճ, պետք է լինի, ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, մենք աղոթում ենք նախ եւ առաջ մտքով։ Աղոթքը պետք է մաքուր, սուրբ մտքով պետք է լինի։ Աղոթում ենք բերանով։ Աղոթքի խոսքերը եկեղեցու Սուրբ Հայրի գրված կարգ ու կանոնով պետք է լինի, ինչպես այսօրվա աղանդավորները ինչ խելքն բրդում աղոթում են, դա ընդունելի աղոթք չի։ Հայրմերը եւ եկեղեցու Սուրբ Հայրի գրված աղոթքները աղոթքը պետք է լինի երգեցողությամբ։ Ինչպես Սուրբ Ներսես Շնորհալին, ինչպես Սուրբ Գրիգոր Նարեկացին, առավոտ լուսո, արեգակ նարդար, Արիս լույս ծագյան, լուսո առավոտ, արդար արեգակ, իմ մեջ լույս ծագիր։ Այսպես են մեր եկեղեցու Սուրբ Հայրերն աղոթել, և մենք էլ այսպես պետք է աղոթել։ Աղոթքը պետք է լինի երկրպագությամբ, մարմնով պետք է լինի,
որտեղ երբ մենք երկրպագություն ենք անում Տիրոջը, ապա մեր նվիրումը, մեր միտքը, մեր սիրտը, հոգին է, մարմինը ընծայում ենք Տիրոջը։ Եվ ի վերջո աղոթքը պետք է լինի արտասուքներով։ Ամենաբարձր, ամենավեհ, ամենագեղեցիկ աղոթքը արտասվալից աղոթքը։ Ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին մի առակ պատմություն է մեզ ներկայացնում։ Մայրը ասում է, 3 որդիներ ուներ։ Մեկը մեծ էր, թե քայլել գիտեր եւ թե խոսել գիտեր։ Երբ քաղցում էր, գնում էր հացի շտեմարանը բացում էր, հաց վերցնում ուտում էր, ինչպես մենք տեսնում ենք մանուկների սովորությունը։ Միջնեկը քայլել չգիտեր, բայց խոսել գիտեր, եւ քաղցում էր, խնդրում էր եւ մայր իրեն կերակրում։ Իսկ փոքրը ոչ քայլել գիտեր եւ ոչ խոսել գիտեր, այլ միայն լացում էր։ Երբ քաղցում էր, լացում էր, մայրը կծկով կերակրում էր քեզ։ Այդպես էլ Աստված 3 զավակներ ունի։ Առաջինը հրեշտակներն են ու սուրբերը երկնքի արքայության մեջ։ Նրանք թե քայլել եւ թե խոսել գիտեն։ Այսինքն Տիրոջ ներկայության մեջ են, սավառնում են երկնքի արքայության մեջ եւ հացի կարիք չունեն, որտեղ երկնային շտեմարաններից են կերակրվում։ Տիրոջ ներկայությունից են իրենց սնունդը ստանում եւ միշտ ուրախ են, միշտ երջանիկ։ Երկրորդը այն սուրբերն են, այն աղոթող ճգնավոր վանականներն, որոնք այս աշխարհում են, դերևս պատերազմում են, քայլել չգիտեն, երկնքի արքայության մեջ չէ, բայց խոսել գիտեն, աղոթել գիտեն, խնդրում են եւ Աստված իրենց աղոթքը լսում է եւ պատասխանում է։ Եվ երրորդը մենք ենք, որ ոչ խոսել գիտենք, ոչ էլ քայլել գիտենք, որ էլ ացել իմանանք։ Աղոթենք եւ արտասուքներով խնդրենք Տիրոջից, որ մեզ ողորմի, մեզ շնորհ անի, մեր աղոթներն ու պաղատանքները լսի եւ պատասխան տա, մեզ ողորմություն իջեցնի երկնքի արքայության։ Որքան երկար է ճանապարհ ասում են, երկրից դեպի երկինք։ Եվ երկար բազմերի տարիների ապաշխարության ընթացքում մենք կամաց հույս ունենք, որ կփրկվենք, կմտնենք երկնքի արքայություն։ Բայց մի փոքրիկ կարճ ճանապարհ կա, որ եթե մենք այդ կարճ ճանապարհը հաղթահարենք, ապա այս երկար տարիների ապաշխարության ընթացքը կհաղթահարենք։ Ո՞րն է այդ ճանապարհը, այդ փոքրիկ ճանապարհը։ Այսը։ Աչքից այդ։ Այսից մի 2 սանտիմետր։ Հենց արտասվում ենք, հենց աղոթում ենք հոգի մաքրում։ Եվ այդ երկար տարիների ապաշխարության ճանապարհը հաղթահարում ենք հենց արտասուքներով եւ աղոթքներով։ Այսպիսի երջանկություն է, այսպիսի սքանչելիք է աղոթքը, որ առանց աղոթքի ոչ ոք չի կարող ակնկանել Տիրոջ ողորմություն ու փառություն։ Մի ավազակ է լինում, որ ամեն օր արթնանում էր եւ աղոթում էր Սուրբ Աստվածածնին։ Ասում էր, անկանիմք առաջին քո Սուրբ Աստվածածին, ընկնում ենք քո առջև Սուրբ Աստվածածին եւ աղաչում ենք անարատ կույսից, բարեխոսին մեզ համար, փրկել մեզ ամեն տեսակի վտանգներից ու փորձություններից։ Ես այս աղոթքը սովորություն էր արել, ամեն առավոտ Աստվածածնին աղոթում եմ, բայց ավազակ է, բայց թալանում է, բայց չարիքներ էր գործում, բայց այս սովորությունը չէր դադարեցրել։ Մի անգամ այս ավազակապետի ձեռքը ընկնում է մի քահանա, դեր ճանապարհին բռնում են քահանային, բերում են ավազակապետի առջև, քահանան ասում է, գիտես, ես մարդկանից չեմ վախենում, բայց ես քեզ աստվածային պատգամ պետք է ասեմ։ Ուզում ես սպանի, ուզում ես մի սպանես, չէ՞ տա։
Բայց քեզ մի աստվածային պատգամ պիտի ասեմ։ Վախենում է ավազակապետ, ասում է ասա։ Կասեմ այն ժամանակ, երբ քո ամբողջ ավազակախումբը ներկալի, ոչ ոք չպետք է բացակալի։ Անմիջապես հավաքվեք բոլորը, գալիս են, կանգնում են, ասում է բոլորը ներկա են։ Այո, չէ, ասում է, մեկը բացակա է։ Ո՞վ է բացակա։ Դռնապանը, բերեք։ Գրում են դռնապանին բերել, չի կարողանում, չի գալիս։ Աղմուկում է, ասում է, ձեռքերը ոտքերը բռնած բերեք։ Բերում են, կանգնեցնում են ավազակապետի և քահանայի առջև, և քահանան հրամայում է, ասում է, հանուն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, հրամայում եմ քեզ ասել, դու ով ես։ Քանի որ Տիրոջ հրամանակար Քրիստոսի անուն լսում է, սարսափում է, ասում է, ես դև եմ։ Այս 10 տարի դռնապան եմ այս ապարանքում և ուզում եմ սպանել ավազակապետին, բայց դռնից ես կողմ չեմ կարողանում գալ։ Ինչու չեմ կարողանում, ամեն օր Աստվածածնին է աղոթում։ Ուզում եմ գալ, աղոթքրանում է, այդտեղ քարացած մնում եմ, չեմ կարողանում առաջ գալ։ Ամեն օր Սուրբ Աստվածածնին աղոթք եմ ատուցում։ Եվ այդպես ոնց կանգնած եմ, այնպես էլ մնում եմ կանգնած։ Չեմ կարողանում դռնից մոտ գալ։ Եվ ավազակապետը այս սքանչելի հրաշքը լսելով, տեսնելով, ընկնում է քահանայի առջև, ասում է, ինչպես կարող եմ փրկվել ապաշխարել, ասում է, լավ։ Պետք է հրաժարվեք ամբողջ չարիքներից, պետք է ձեր ունեցվածքը ինչքան որ թանաներ եք բաշխեք աղքատների և գնաք վանքը ապաշխարեք։ Ասում է, դե գգամ քո վանքը, եկեք։ Այդպես բոլորին բերում է վանքը, ապաշխարում են և ճշմարիտ ճանապարհին այս ավազակախումբը։ Մի մարդ էր լինում, որ ամեն անգամ երբ գողություն էր անում, տանում էր մի ծառի տակ թաքցնում էր։ Ծառի տակ փորում էր և իր թալանը թաքցնում էր այդ ծառի տակ։ Եվ ամեն անգամ երբ այդ ծառը տեսնում էր, հիշում էր իր թալանը, իր ավերը, իր կոտորածը, իր մեղքերը և կամաց-կամաց սկսում է ատել այդ ծառը, որտև այդ ծառը կարծես մեղքի ծառը լիներ, իրեն հիշեցնում էր իր մեղքերը, թեպետ այնտեղ հարստություններ ու գանձեր կային, բայց ատում էր այդ ծառը, կացինը վերցնում է ու գնում է ասում, պետք է կտրեմ այս ծառը, էլ չեմ կարողանում տանել ծառը, բայց չգիտեր, որ ծառը մեղավոր չի։ Եվ կացինը վերցնում է ուզում է կտրի, ճանապարհով ավազակներ էին անցնում։ Անմիջապես այս մարդուն ձերբակալում են, սկսում են տանջել։ Ասում են ուր է ոսկիներդ, ուր են գանձերդ, ասում են դու թե չէ կսպանենք։ Այս գանձ չունեմ, ոսկի չունեմ, ասում ո՞նց թե չունեմ։ Ուր շուտ արա գանձերդ դու, ասում չունեմ, ոչ մի ոսկի չունեմ։ Ու բռնում են այդ մախում, հենց այդ գանձերի ծառի վրա էլ կախում են։ Չի տալիս ոսկիներ։ Եվ այդպես էլ մեր կյանքում են։ Մենք եթե մեղքի ծառ ենք աճեցնում, ապա այդ մեղքի ծառը մի օր մեր դեմ է դուրս գալու։ Ինչ մեղքի ծառ որ աճեցին, դրանից էլ մեզ կախելն են, կախաղան են անելու։ Ուրեմն պետք է մենք մեղքի ծառ արմատախիլ անենք, որպեսզի այդ չարիքն ու անօրենությունը ի վերջո մեր դեմ չդառնա, ահեղ ու սոսկալի դատաստանի ժամանակ, այլ արդարության ծառը պետք է աճեցնենք և Աստված մեր բարի գործերը, մեր ողորմությունները, մեր սերը տեսնելով մեզ կփոխհատուցի։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ երկնքի արքայության մեջ ամեն ինչ միասին է լինում։ Եթե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մեր հայրապետը փառավորվի, ապա մենք էլ իր փեշերի տակ ընկած, դա ոտքերի տակ գալով մենք էլ փառավորվենք։ Այսինքն մենք եթե Գրիգոր Լուսավորչի զավակներն ենք,
մեր սուրբ եկեղեցու հետևորդներն ենք, ապա մեր պապերի աղոթքը մեզ կպահեն այս կյանքում եւ ոչ միայն այս կյանքում, այլ նաեւ հանդերձյալ կյանքում մեզ ողորմություն կանեն։ Մի վանական է լինում, որ չէր սիրում մարդկանցից փառավորվել, բայց գիտեր, որ սուրբ է։ Առանձին ճգնում էր իր համար, աղոթքներով։ Տիրոջ հրեշտակը երևում է սրան եւ ասում է. պետք է գնաց այսինչ տեղը, այսինչ ճգնավորին պետք է տեսնես, որտեղ հոգեվարքի մեջ է, մահանում է, պետք է վերջին հաղորդությունը տաս։ Ասում է ինչպես անեմ, ցերեկով գնամ, թե գիշերով գնամ, եթե ցերեկով գնամ, բոլորը ինձ ճանաչում են, կգան կփառավորվեմ, Աստծուց փառքս կկորցնեմ, որոշում է գիշերով գնամ, գիշերով ճանապարհ է ընկնում, ու մութ ճեղերով գնում են, մեկ էլ երկնքից հրեշտակները նկատում են, ասում են ես մեր սուրբը մութ տեղով է գնում, հրեշտակները լույսը վառում են երկնքից, իջնում են ճանապարհը լուսավորում են, ասում են թող մեր սուրբը լուսավոր ճանապարհով գնա, երբեք այս հրաշքը տեսնում են, գյուղերից բոլոր ասում են ինչ լույս իջավ երկնքից, ասում են տեսնում են, վայ մեր սուրբն է, հրեշտակները լույսի տակ գնում են, եւ այդպես ինքը մարդկանցից փախավ փառքից, բայց Աստծուց փառավորվեց։ Այդպես էլ մենք պետք է փախչենք մարդկային փառքից, որպեսզի Աստվածային փառքին արժանանանք, Տիրոջ ողորմությանն արժանանանք, մեր մեղքերի թողություն խնդրենք եւ Աստվածային ողորմություն խնդրենք։ Եվ միշտ աղոթենք, որտեղ աղոթքը մեր կյանքի թագն ու պսակն է։ Աղոթքը մեր կյանքի նպատակն է, մեր սրտի փափագն է, աղոթքը։ Եթե մենք աշխատում ենք, ապա աղոթքը առավել մեծ աշխատանք է։ Մի ճգնավոր է լինում, որ ճգնում էր սերպերի վրա, ժայռերի գագաթին, որտեղ ոչ կերակուր կար եւ ոչ էլ սնունդ կար, եւ իր երկար տարիների ճգնության արդյունքում Աստված իրեն շնոր էր արել, Տիրոջ հրեշտակը ամեն անգամ կերակուր էր իջեցնում եւ իր քարանձավում նստած օրը մեկ անգամ հաց էր ճաշակում։ Մի անգամ գարնանային եղանակ է, այդ ժայռի գագաթից տեսնում է, թե արտերում ինչպես են ժողովուրդը աշխատում։ Ո՞վ են մշակում, միտք է ծագում, ասում է, ինչու ես այստեղ պարապ նստել, իբրև թե ինքը պարապ է, աղոթքը պարապություն է։ Իչի գյուղացիներին օգնիր։ Լսում է, կուլ է գնում այդ խորհրդին, իջնում է իր ժայռից, գնում գյուղացիներին ամբողջը օգնում է, վար ու ցանքի անում։ Օգնած վերադառնում է տուն, սովորել ինքը աղոթքն էլ չէր արել, եւ սպասում է, որ հրեշտակը երկնքից հաց պետք է իջեցնի, որ ինքն էլ ուտի։ Բայց 3 օր հրեշտակը հաց չի բերել։ Եվ 3 օր արտասուքներով, աղոթքներով խնդրում էր Տիրոջից, թե ինչու իրեն մոռացավ, հրեշտակին չուղարկեց։ 3-րդ օրը լրանալուց հետո հրեշտակը երևում է ասում. դու այն օրը ում համար աշխատեցիր, ասում է գյուղացիների, եթե գնա թույնոքի կերակուր։ Իսկ մինչև ես ում համար էր աշխատում, ասում է քո համար, Տեր Աստված, ասում է դրա համար ես այդպես կերակրում։ Այսինքն աղոթքը ամենամեծ աշխատանքն է, աղոթքը ամենասիրելի աշխատանքն է, ամենադժվար աշխատանքն է նայող, հեշտ չի ջերմերանդ աղոթելը, մենք ավելի հեշտ ուրիշ գործեր ենք անում, քան թե աղոթելը, բայց աղոթքը ամենամոծն է Տիրոջը, մենք առանց աղոթքի չենք կարող հաճելի լինել Քրիստոսին։ Մի մարդ նավակ է նստում եւ խնդրում է թիավարողին, ասում է ինձ գետ անցկացրու, մեծ սիրով ասում, եւ տեսնում է, որ լաստերից մեկի վրա գրված էր, թիակներից մեկի վրա գրված էր աղոթիր, մյուսի վրա գրված էր աշխատիր։ Ասում է աշխատելը հասկացանք, բա աղոթել են չես գրել։ Շատ լավ։ Մի թին հանում է, դնում նավակի մեջ, սկսում է մի թիով վարել։ Ու լաստը տեղում պտտվում է, ասում է, էդ ինչ ես անում, տղա ասում է,
Դու չասեցի աղոթել անօգտակար է, ասում ես էլ անեցի, մենակ աշխատելն եմ։ Ու այդ ես դեղում պատտում են, չէ, ասում են, լաս տահանի հետի, թին հետի, պետք է երկուսով գնաս։ Եվ այդպես հեշտությամբ անցնում են նավակը, ճիշտ այդպես էլ մեր կյանքում առանց աղոթքի աշխատանքը համողորմ չունի եւ առանց աշխատանքի աղոթքը համողորմ չունի։ Այսպես է երկուսն էլ պետք է լինի աղոթք եւ բարի աշխատանք։ Եվ Աստված է մեզ ըստ մեր սրտի ցանկության, ըստ մեր փափագի կփոխհատուցի երկնքի արքայության հավիտենական կյանքով։ Մի երիտասարդ ուսանող մտնում է ավտոբուս եւ իր մոտի եղած գրոշներով մի տոմս է գնում, որպեսզի երթևեկի եւ տեսնում է մեկ ուրիշ տատիկ, որ չուներ ոչինչ, խնդրում է, որ մի տոմս էլ իր համար վերցնի եւ վերջին գրոշները տալիս է տատիկի համար էլ է տոմս վերցնի։ Եվ անկեղծ սրտով աղոթում է, ասում է Տեր Աստված, եթե ես շատ փող ունենայի, շատ ողորմություն կանեի։ Մեկ էլ հեշտակ անմիջապես երևում է, ասում է, վաղ էսի ժամին քո խնդրանքը կկատարվի, ինչքան փող ուզում ես կունենաս։ Աղքատներին կօգնես։ Գալիս է մյուս ժամը, մյուս օրը այդ ժամը, ասում է հեշտակ որ ասեց կանի։ Սպասում է, թե ինչպես Աստված իր աղոթքը կլսի եւ իրեն գումա փող ուղարկի, որ ողորմություն անի։ Գալիս է ժամը, անցնում է, տեսնում է հեշտակ չեկավ, ասում է խաթեց հեշտակը, ասեց փող ուղարկեմ, չուղարկեց։ Ասում է եկեղեցի աղոթում է, ասում է հեշտակ ուր ես, հայ դետենամ, ասում ես փող եմ ուղարկել, ուր ես։ Հեշտակը գալիս է, ասում է ոնց թե ասում։ Ինչ ես աղոթում, դե ասում է դու ասեցի, որ վաղ այս ժամին փող ուղարկել։ Ասում է հա ուղարկել եմ։ Ո՞վ է ասում։ Ասում է Աֆրիկայում են որբերը, որ տելևիզոր չտեսար, ասում է։ Աֆրիկայում որբերը կերան, ասում է, կերակրվեցին, ասում է ես էի ուղարկել։ Քո խնդրանքով։ Հիմա դու ուրախ ես, թե ուրախ չես։ Ես իմ փառքի համար էի ուզում այդ փողը, դու մի ասա, որբերի համար ես։ Դու իմ փառքից խլեցիր, տվեցիր որբերի։ Եղավ, Աստված մեր աղոթքը լսում է եւ մեր խնդրանքները կատարում է եւ մեր գիտի, թե ինչպես մեզ օգտակար է եւ տեղին հասցնում է ամեն ինչ, ոչինչ չի ուշացնում։ Համաձայն եք։ Դե հիմա մի հատ աղոթենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ եկիս ես, սուրբ երեցի անունքով, և ես սեղակայությունքով, երեցի բանքով, որպես երկինս և երկրի, ըսած մեր անավազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ պարտից մեր, որպես և մեր թողում մերոս պարտականաս, և մի տամից մեզ դիգործություն, այլ պրկյաց մեզ իչաներ, զիքորյան կայություն Հավիտյանը, ամեն։ Սուրբ խաչիվս աղաչես կստեն, սիսովա պրկես ծես մեզ միատ, և կեցուց ծեր շնորի ողորմության, և ամենակալը Տեր Աստված մեր կեցոյը ողորմյա։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա։ Պահպանիչ և հույսավատացերոց Քրիստոս Աստվածին, պահպանյա և օրհնյա սուխտավորս Սարայիսկը, Զազգս հայ, ժողովուրդս հայ, եկեղեցիս Հայաստանյան, Հայաստան, Արցախ, աշխարհները մեր, զորք ու սահմանները, Հովանյալ սուրբ և պատվական խաչի կողմության, Սրկյա ազատի երևելի և հանրություն, արժանով յարգության կարող է ըստ քեզ բոլորս փոխի հայտնի միշտ և ամեն։